Զոհված զինծառայողների ծնողները այսօր հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե 2020 թվականին իրենք գնացել են գիտակցված զոհողությունների, հանուն պետականության եւ ինքնիշխանության փրկության։ Ըստ փաստաբանի, սա ըստ էության խոստովանական ցուցմունք է այն մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածը, այդ թվում հազարավոր զոհերը, անհետ կորածները եւ Արցախի կորուստը դիտավորյալ գործողությունների արդյունք են։ Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական վարույթ նախաձեռնել պետական դավաճանության համար։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Հայաստանի վարչապետը այս հայտարարությունը լրագրողների առջև անելուց առաջ կառավարության այսօրվա նիստում մեկ այլ աղմկոտ բան էլ է ասել։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել, մեծացել է Հայաստանում, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Թվում է թե ինչ հետաքրքիր բան, հայրենասիրական մոտեցում է։ Բայց լրի ուրիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է։ Չեմ վարանի, էլի ուզում եմ ասել ավելի կոնկրետ, ստալինյան հայրենասիրության դրսևորում է։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Վարչապետ Փաշինյանը, որ մետրոյում արցախցի կնոջն ու նրա անչափահաս երեխային փախածներ էր անվանել, այսօր կրկնել է այդ միտքը, ավելացնելով, որ 2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախը չի կռվել։ Փախել են, ճողոպրել են։ Ըստ պաշտոնական տվյալի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում զոհվել է 223 զինծառայող, 25 խաղաղ բնակիչ, 6 երեխա, 200-ից ավելին վիրավորվել են, 150,000 մարդ տեղահանվել է ցեղասպանության չենթարկվելու համար, դեպի Հայաստան ճանապարհին 70 մարդ մահացել է։ Իդեպ Հայաստանի վարչապետը հրաժարվում է տեղի ունեցածը էթնիկ զտում անվանել։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար։ Այս թեմայով աշխատում ենք, այև աշխատել ենք։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, զինտեխնիկայի ցուցադրություն։ Այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով սա չի նշանակում խաղաղության օրակարգից հրաժարում, հաշվետվություն է քաղաքացիների համար։ Կարա նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու։ Եվ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Հայաստանը պետք է հրաժարվի անշարժ սահմանի գաղափարից, քանի որ ժամանակակից պատերազմներում կայուն թիրախը խոցելի է։ Նիդերլանդների թագավորական ծովային հետևակի նախկին զինծառայող անվտանգության փորձագետ Փիթեր Վան դեն Լինդենը հենվելով իր ռազմամյա մարտական փորձի վրա առաջարկում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանում ստեղծել թվային վահան, հագեցած ռադարներով, դրոններով եւ ավտոմատացված համակարգերով, ինչը թույլ կտա ազատել զինվորին առաջնագծում հերթապահություն անելուց։ Կստեղծվեն փոքր բարձր շարժունակությամբ օպերատիվ ստորաբաժանումներ, որոնք տեղեկատվություն ստանալուն պես վայրկյանների ընթացքում կհայտնվեն թիրախային կետերում։ Տեխնոլոգիան չի փոխարինում զինվորին, այլ ազատում է նրան։ Օգտագործելով թվային վահանը որպես հայտնաբերման առաջինգից, դուք կարող եք ստեղծել փոքր մահացու ստորաբաժանումներ, որոնք սենսորների տվյալների հիման վրա րոպեների ընթացքում կհայտնվեն ռազմավարական կետերում, հստակ իմանալով, թե ով է թշնամին եւ ինչպես է նա շարժվում։ Ինչ վերաբերվում է ներհայաստանյան Զինված ուժերի արդիականացման այս ռազմավարական առաջարկին համահունչ իրավաբանական գիտությունների թեկնածու Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանը ընդգծում է իրավական անվտանգության ամրապնդման կարևորությունը որպես ռազմական բարեփոխումների իրավական հիմք եւ պետականության հիմնասյուն։ Նա առանձնակի շեշտադրում է սահմանադրականության վերականգնման հրամայականը, փաստելով, որ պետականության հիմքերը խալխլվում են, երբ որոշումները կայացվում են մեկ անձի կամ քաղաքական ուժի հայեցողությամբ։ Արտաքին քաղաքականության պարագայում անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դադարի կատարել հարաբերփոխ եւ իրարամերժ հայտարարություններ աշխարհի տարբեր կենտրոնների հետ ունեցած հարաբերությունների ժամանակ, քանի որ դրանք որևէ կառուցողական
երկ չեն կարող կանխատեսել Հայաստանի համար։ Պատերազմի հերոս, հետախույզ եւ ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի բնորոշմամբ մեր երկրի փոքրացող քարտեզի գիտակցումը պետք է ստիպի մեզ լինել առավել խելացի ու ճկուն, քանի որ համերաշխային անվտանգության հին մեխանիզմները այլևս չեն գործում։ Մեզ նման փոքր պետությունների համար գերակա խնդիր է ունենալ գործուն եւ կատարելագործված զսպման մեխանիզմներ։ Միջազգային համագործակցությունը դաշնակիցների հետ հարաբերությունների ընդլայնումը եւ խորացումը ի նպաստ կարող է լինել անվտանգային համակարգի ամրապնդմանը։ Վանաձորի համայնքապետարանից այսօր 10 անձ է ձերբակալվել կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության համար։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդման, ձերբակալվածներից 7-ը համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ Կոմիտեն այս պահին այլ մանրամասներ չի փոխանցել։ Amid the austerity measures ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում Պակիստանի միջոցով հաղորդակցությունների փոխանակմամբ։ Սոցցանցում հայտնել է Պակիստանի արտգործնախարար Իսահակ Դարը։ Միացյալ Նահանգները ներկայացրել է 15 կետ, որոնք Իրանն այժմ քննարկում է։ Այս նախաձեռնությանը աջակցում են նաև Թուրքիան եւ Եգիպտոսը։ Ավելի վաղ մամուլում շրջանառվել էր, որ հնարավոր է երկկողմ հանդիպում Իսլամաբադում։ המטרות של משטר הטרור האיראני. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք շարունակելու են հարվածել իր խոսքով իրանական ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Իսրայելական ուժերը Լիբանանում ոչնչացրել են հրթիռային կայանք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել Իսրայել-Հեզբոլլահ ռազմական գործողությունները։ Նրա պնդմամբ Լիբանանը կարող է նոր Գազա դառնալ։ Ի պատասխան Նեթանյահուն հայտնել է, որ Հեզբոլլահի սպառնալիքն արդեն անցյալում է եւ որ Իսրայելը լիովին ամրապնդել է իր դիրքերը Լիբանանում։ Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտոնապես մերժել է Իրանի հետ հրադադարի առաջարկը։ ԱՄՆ-ում Էմիրությունների դեսպան Յուսեֆ Ալ-Օթայբան հայտարարել է, որ ցանկացած համաձայնություն պետք է հաշվի առնի Թեհրանի բոլոր սպառնալիքները։ Դեսպանը շեշտել է, որ իրենք պատրաստ է միջազգային ուժերի հետ նույնիսկ զենքի գործադրման բացել Հորմուզի նեղուցը։ Նա նաև վերահաստատել է Վաշինգտոնի հետ ռազմավարական դաշինքը, հիշեցնելով ԱՄՆ տնտեսության մեջ Էմիրությունների կատարած հսկայական ներդրումների մասին։ Pete, do you want to give about a 3-minute? Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Թրամփը շեշտել է, որ եթե Իրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկը, ստիպված կլինի առերեսվել ծանր հետևանքների, որից հետո այլևս հետդարձի ճանապարհ չի լինի։ Պատերազմի նախարար Փիթ Հեքսետը հայտարարել է, որ շուտով Իրանին կհասցվի վերջնական հարվածները։ From day one with overwhelming firepower. Իրանը հայտարարել է Սադեքս 4 գործողության 82-րդ ալիքը սկսելու մասին։ Թիրախավորվել են ամերիկյան ռազմական եւ լոգիստիկ օբյեկտները, այդ թվում ավիաբազաներ, վառելիքի պահեստներ եւ անօդաչու սարքերի ենթակառուցվածքներ։ Իրանական կողմի հարձակման հետևանքով պայթյուններ են որոտացել իսրայելական Բեյթ Շեմեշ քաղաքում։ Կլաստերային մարտագլխիկի հարվածից վնասվել է 3 տարածք։ Նախնական տվյալով կա 3 վիրավոր։ Ի պատասխան իսրայելական ուժերը հարվածել են Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության արդյունաբերական օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է իրավիճակին իր զարմանքը հայտնելով Իրանի հնարավորությունների մասին։ Նա նշել է, որ Իրանը միաժամանակ հարվածել է արաբական մի քանի երկրների, ինչը սպասելի չէր։ Թրամփը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնց հետ ԱՄՆ-ն հսկայական ֆինանսական գործարքներ ունի, այժմ պատերազմական վիճակում են եւ լուրջ վնասներ են ստացել։ Թրամփը հաստատել է, որ Իրանը հրթիռակոծել է ամերիկյան կարևորագույն օբյեկտներից մեկը։ 100 missiles were shot by Iran. Իրանը 100 հրթիռ է արձակել մեր շատ կարևոր օբյեկտներից մեկի ուղղությամբ, որոշակի պատճառներով ես չեմ ասի, թե կոնկրետ ինչն էր դա։